Ինչ էր պահանջում Թուրքիան։ Հիմնական նպատակն էր, որ կարողանար գրավել Կովկասը։ Դա չէր ստացվել։ Պլան B. Կովկասի այդ հատվածում ստեղծել Ադրբեջան պետություն։ Պլան B-ն իրականացավ։ Հիանալի հաջողեցին։ Պլան B-ի հաջորդ կետը այնպես անել, որ այդ Ադրբեջան պետությանը մաս կազմի Արցախը, Նախիջևանը, Սյունիքը։ Սա գրված է գրեթե բոլոր փաստաթղթերում, Աթաթուրքի նամակներում, թուրք բանակցողներին ուղղված իր գրություններում, որ արեք այնպես, որ անպայման լինի։ Ինչ է լինում։ Արցախը գիտենք, տրվում է Ադրբեջանի որպես ինքնավար մարզ, Նախիջևանը որպես ինքնավար հանրապետություն եւ միայն Սյունիքն է, որ չի ստացվում։ Ինչի չի ստացվում։ Նժդեհը մեծ գործոն էր, բացի Նժդեհից նաև կային Մոսկվայում տարբեր կերպարներ, որոնք հասկանում էին, որ եթե Սյունիքը չլինի Հայաստանին, նախ Հայաստանը որպես պետություն չի լինի։ Երկրորդն էլ չես կանգնեցնի դու թուրքական այդ հոսքը չես կանգնեցնի։ Եվ դրա մեջ կան հայ կերպարներ առանձին, գիտեք, շատ չլուսաբանված։ Օրինակ, սովետական Ռուսաստանի փոխարտգործ նախարար Լևոն Կարախան, Չիչերինի տեղակալ, որ ամեն ինչ անում է, որ պահպանվի եւ այլն։ Հիմա ձևավորվում է սովետական Հայաստանը, Սյունիքը Հայաստանում։ Հիմա լսեք այսօրվա Ալիևի ելույթները։ Բառացի ես կարող եմ մեջ բերել։ Զանգեզուրը ադրբեջանական տարածք է, որը 100 տարի առաջ խլվեց եւ տրվեց Հայաստանին։ Այսինքն ցույց է տալիս որն է խնդիրը։